44 թիվն է բաները գերմանացիները նահանջում են, հրաման ունեն սաղ գյուղերը վառեն, նոր դուրս գան ու հերթական մի հատ գյուղ են մտնում 41 թվի հունիսի 22-ին բարբարոս պլանով մտան սովետական միություն, հավատացյալները հայտնություն ունեն, ինչքան է պատերազմը տևելու, երբ ավարտելու, ով է հաղթելու, Տերը բացել էր իրանց 44 թվին պատասխան Բարբարոսի պլանը Բագրատիոն էր կոչվում, երկու ֆրոնտով են հարձակվել, երբեք երկու ֆրոնտ չի եղել, մի կարևոր հարված է եղել, կողքով սպամագատելն է եղել, երկու ֆրոնտով նեմեցները խայտարակների փախնում են, գյուղերը վառում են, գնդակահարում են, հավաքում են ժողովրդի, գնդակահարում են, վառում են, լցում են բենզինը դիակների վրա, կենդանի մարդկանց վրա, բանով վառում են ագնիմյոտով, հերթական գյուղ է մտնում օֆիցեր, ասում ես էլի տիրոջ գործը, մտնում է, դուրը բացում է, տենա մի հատ ռուս մուժիկա նստած, ասում է, «Как твое имя», ասում է Իվան, տենում է, մի քիչ ռուսերեն գիտեր, տենում է սեղանին բիբլիա, աչքը գցում է պատերին, տենում է իկոնաներ չկա, սրբանկարներ չկա, ասում է Իվան, Եվանջելիկ, վերուշի, ասեց դա, Եվանջելիկ, այսինքն ավետարանական ես, ասեց հա, ասում է Իվան, ես հրաման ունեմ քո գյուղը վառելու, ասեց, բայց հելի քոնոց առանձնացրա, Իվան, վիվիդի սոյիղ, Իվանը խատայից հելավ, 1200 հոգի կաղնած են, 1500 հոգի, ամբոխա կաղնած, հիմա Իվանը մտել է ամբոխի մեջ, հերթով իր անդամներին ցույց է տալի, որ առանձնացի, մի հատ կին է կաղնած երեխու հետ, կամած, որ SS-ը չլսի, ասում է Իվան, скажи, что мы тоже твои, այսինքն զգում ես, այս մարդը ուզում է կյանքը փրկի, բայց երբ որ Տերն էր իրան առաջարկում փրկություն, քանի տարի Իվանը դե ավետարան քարոզում, ժողովուրդ կյանքից թանկ բան չկա, դրա համար Տերը ասում է, եթե մարդ ուզենա իր անձը փրկի, ինքը կորցնել է այդ անձը, կյանքից թանկ մենք ոչ մի բան չունենք ժողովուրդ, Բիլ Գեյթսի $100 միլիարդ իրանից թանկ չի, ինքը կյանքը փրկելու համար գտե այդ գումարները, այդ կինը մի 8-9 տարեկան աղջիկ երեխով կանած, կամած ասում է, ասա, որ մենք էլ ենք քոնը, ինչ անի Իվանը, այդ 1500 հոգուց ով չի ուզում ապրի, մարդ ունի երկու տարբերակ, Աստված ունի երրորդը, Տերը միշտ ունի երրորդ տարբերակը ժողովուրդ, ու եթե մեր հավատքը հերիք արեց, մենք դիմեցինք Հիսուսին, երրորդ տարբերակը Տերը միշտ կտա, այս Իվանը, այս կնոջ ասածը անտեսեց, հերթով ամբոխի մեջից, իր եկեղեցու անդամներին հերթով ձեռով ցույց տվեց, հանեց դուրս ամբոխից, ինքը հետ եկավ, այդ անհավատների մեջ մտավ, պտտվեց օֆիցերին, ասեց շիզեն, կրակի, երբ որ այս օֆիցերը տեսավ այս Իվանը ինչ արեց, իր եկեղեցուն առանձնացրեց, ինքը մտավ այս անհավատների մեջ ու ասեց կրակի, հրաման տվեց, ասեց նստում ենք բետերները, քշում գնում ենք ստեղից, մի հոգի թե չի գնդակահար է, Իվանը փրկեց սաղ գյուղը, այդ էր Աստծո տարբերակը, Աստծո տարբերակը խաբելը չէր, սուտ խոսալը չէր Աստծո տարբերակը, ոչ էլ այդ 1500 հոգուն գնդակահարելը, Տերը որոշեց իր ծառայի միջոցով սաղ գյուղը փրկի, ու եթե մենք այսօր Աստծուն հավատարիմ ենք, նստե բետերները քշեք, միակ գյուղն է, որ նեմեսները չեն վառել, մի հատ հավատացար սաղ գյուղը փրկելա, անձուրացած, խաչը վերցրած ու մահից չի վախեցել, հավատացյալների համար մահ չկա ժողովուրդ,